Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ավելացել են։ Նախորդ տարի 205 բանտարկյալի հետ կապված 626 նման դեպք են արձանագրել պատասխանատուները, այս թվում նաև 101 բանավոր հայտարարություն ինքնավնասման պատրաստվելու մասին։ Քրեակատարողականի պաշտոնյան դեպքերի աճը նախ եւ առաջ պայմանավորում է այն հանգամանքով, որ հենց նախորդ տարի ազատությունից զրկված քաղաքացիների թիվը մեր երկրում ավելացել է։ Ամենաշատ ինքնավնասումների դեպքերը արձանագրվել են Արմավիր եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում։ Եթե մենք բաց ենք թողում այն հանգամանքը, որ այդտեղ պահվում ամենաշատ անձինք են պահվում, ազատությունից զրկված անձինք, մյուս հնարավոր բացատրությունը այն է, որ այդտեղ պահվում են հիմնականում կամ կալանավորված անձինք, ովքեր էլի խցային պայմաններում են պահվում, կամ բարձր անվտանգային գոտում կամ միջինի խիստ անվտանգային գոտում պահվող անձինք, որը էլի ենթադրում է խցային պայմաններ։ 205 ինքնավնասումներից 144-ը կալանավորի, 61-ը դատապարտյալի կարգավիճակ ունեցողներն են կատարել։ Ալեքսանյանը նշում է, որ ինքնավնասումների պատճառների շարքն ու ներկայացվող վիճակագրությունը գրեթե միշտ է այս տեսքն ունեցել։ 24 թվականին առաջին տեղում գտնվել է դատապարտյալների հիվանդանոց քաղաքացիական բժշկական կենտրոն տեղափոխվելու ցանկությունը, առողջական, դեղորայքի եւ բուժանձնակազմի հետ կապված խնդիրներ եւ պահանջներ։ Երկրորդ տեղում նյարդային լարվածություն, հոգեկան անկայուն, անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվելն է որպես բարձրաձայնված պատճառ, եւ երրորդ մեծ խումբը դա քրեակատարողական հիմնարկի կամ ծառայության կողմից կայացված որոշումների հետ անհամաձայնությունն է։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը եւս ինքնավնասումներ կատարած անձանցից առավել հաճախ այս նույն պատճառներն է լսել, սակայն խմբի ղեկավարը նշում է, անպատասխան մնացած հարցեր կան։ Լավ կատարվել է ինքնավնասումը, լավ կատարվել է մահվան դեպքը, հա, իրական մահվան դեպքը, քանի քրեակատարողական հիմնարկության աշխատագիծ է պատժվել, քանի քրեական գործ է հայտարարվել եւ ինչ իրավիճակում է գտնվում այդ քրեակատարողական հիմնարկությունը։ Մարդը խցի մեջ է, իր մատները կտրում է, օրինակ եմ ասում, հա, ինքնավնասում է կատարում։ Որտեղից այդ մարդուն այդ գործիքները։ Եթե այդ մարդը հոգեգան խնդիրներ ունի, ինչի այդ մարդու հոգեգան խնդիրը չի քննարկվել։ Քրեակատարողականի պաշտոնյան տեղեկացրեց, որ ազատությունից զրկվածներն ամենաշատը ինքնավնասումներ իրականացնում են ածելիով, որն իրենց տրամադրվում է հիգիենայի համար, եւ նոր փոփոխություն կա, ծառայության պետը կարող է որոշել պարտադիր տրամադրվող այդ առարկան չտալ վերջինիս, եթե նրա մոտ ինքնավնասում կատարելու ռիսկը բարձր է։ Ալեքսանյանն այստեղ նաեւ հիշեցրեց, ռիսկի կառավարման գործիքակազմ են ներդրել բոլոր քրեակատարողականներում։ Դրա արդյունավետության վերաբերյալ դեռևս մնում են մտահոգություններ, այստեղ շատ է կարևորվում հոգեբանների աշխատանքը, շատ է կարևորվում, իսկ մենք ունենք թափուր հաստիկներ հոգեբանների, նաև Տիկին Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին ավելացել է ազատությունից զրկված անձանց թիվը ու ոչ բավարար քանակ ունենք հոգեբաններ։ Շատերը ասում են, որ դա ժամանակի վատնում է։ Բարեփոխումների վերաբերյալ քննարկումները շարունակվում են, Ցողիկ Ալեքսանյանը վստահեցրեց։ Դեռ հասկանալ է պետք լավագույն լուծումները որոնք են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։